Ռադիոկայանից եմ մեկ հարց ձեզ, քանի որ դուք համախմբման կոչ արեցիք եւ միայն Ռոբերտ Քոչարյանն է, որ ողջունեց, մյուս ուժերը դեռևս լռում են եւ նշում են, որ սպասում են ձեր ճանապարհային քարտեզին։ Դուք ունեք Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու ճանապարհային քարտեզ եւ որն է դա։ Բայց դուք ճիշտ չեք, որ մենակ Ռոբերտ Քոչարյանն է ողջունել, շատերը արձագանքել են, նույնիսկ Փաշինյանն արձագանքել, որ միանում է, դուք երևի տեսաք ազգային ժողովի ամբիոնից, այսինքն Փաշինյան մարդը արձագանքել է, հիմա Ընդդիմադիրներն էր բայց ձեր կոչը ողված, ընդդիմադիրներից ով է արձագանքել ձեր կոչի։ ինձ թվում է շուտով Փաշինյանն էլ է դառնալու իրեն ընդդիմադիր։ Դուք կոնկրետ որ ուժերն են աջակցում ձեր առաջարկին չնշեցիք։ Շատ ուժեր են։ Ովքեր բացի Քոչարյանից հրապարակային ով։ Շատ ուժեր են, դուք դա կտեսնեք, երբ առաջի հավաքը կլինի։ Պարոն Կարապետյան, լիդերների, իսկ ինչ Կարապետյան, հետևում դուք պետք է կազմակերպեք որպես ամենաշատ ձայներ ստացած ուժ, առաջնային ուժ։ Իհարկե, մենք ենք կազմակերպելու, շատ ուժեր հրավերքի են սպասում։ Իսկ ինչու է Պարոն Կարապետյան, ճարպում եք ընտրությունների արդյունքները, բայց հաստատի իշխանությունները արդեն ազգային ժողովի նախագահ, փոխնախագահային են։ Սա ինչով կհասարվի։ Դե իրենք իրենց գործով են զբաղված, մենք մեր գործով ենք զբաղված։ Դա մի հանգուցալուծում։ Ընդդիմադիր Սամվել Կարապետյան։ Ընդդիմադիր Սամվել Կարապետյանը պայքարելու է Փաշինյանին հեռացնելու համար։ Ինչպես չունեք ճանապարհ։ Դե չեք հրապարակում, որ իմանան հանրությունը։ Իսկ բայց եթե չեք Պարոն Կարապետյան, հետևում եք Սահմանադրական դատարանի նիստերին։